Ես սրա ցավը տանը, սրա ջանը իմ մատը, աշխարհում սելամատ կլի։ Հիմա հիշենք իմ ժամանակները, հիմնական ընդդիմադիր գործիչները եղել են Դեմիրճյան, հետո Ստեփան Դեմիրճյան եւ Արտաշես Գեղամյան։ Դուք բերեք մեկ օրինակ, որ որևէ մեկի նկատմամբ հարուսված էր քրեական գործ կամ որ Այսինքն Կարեն Դեմիրճյանը պետքա հոկտեմբերի 27-ին սպանվելուց հետո մի հատ էլ դատվեր, թե տեղեն պետքա դատվեր հոր սպանվելուց հետո։ Ընդդիմադիր գործիչ քո ժամանակ ինքը եղել է մի քանի ամիս ընդամենը, մի քանի ամիս է հասցրել ընդդիմադիր գործիչը լինի, որտեվ սպանվեց։ Իմացա այն կալուգացի շպիոնը սրտնեղել է, բողոքվում է։ Մենք երկիչներ չենք կարում, այս քաղաքներում միտինգները որ անում ենք, չենք կարում երկիչի հետ պայմանավորվենք։ Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երկիչներ ենք ման գալիս, գումարները երևի 10 անգամ բարձրացնելով բերում ենք որ գան։ Սամո, գիտես մարդիկ ինչի համար չեն ուզում կանգնել ձեր կողքը։ Գիտես մարդիկ ինչի 10 պատիկ անգամ գումարի դեպքում նույնիսկ չեն ուզում գալ ձեր միտինգներին մասնակցեն։ Մի պարզ պատճառով, որովհետև մարդկանց համար վաղուց արդեն իսկ պարզ է։ Դուք հակապետական տարրեր եք։ Դուք պետության դեմ գործող գործիչներ եք։ Դուք գործիքներ եք Հայաստան ուղարկված, որպեսզի գործեք Հայաստանի դեմ։ Դրա համար էլ մարդիկ չեն ուզում համագործակցել ձեզ հետ։ Անգամ 10 պատիկ ավել գումարի դեպքում։ Թվում էր, թե պետական դավաճանություն գործած, Հայաստանի դեմ լրտեսություն արած, պետական գաղտնիքները գումարով ծախած Թևանյան Անդրանիկի շանտախությունը ոչ մի ներում ու բեկում չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Բայց արի ու տես, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Թևանյան Անդոյի շանտախությունը։ Այո, Ծառուկյան Գագիկն է, ով պաշտպանում է Թևանյան Անդոյի արած շանտախությունը Հայաստանի դեմ, ով պաշտպանում է Հայաստանի դեմ գործած դավաճանությունը։ Ու գիտեք ինչի, մի պարզ պատճառով, որովհետև ինքն էլ է հանդիսանում այդ նույն գործակալական ցանցի անդամ։ Բայց ախորժակներիդ քացախ, Հայաստանի դեմ լրտեսություն արած ցանկացած ոք պատասխան է տալու օրենքի առաջ։ Ողջույն բարեկամներ, մի հայտնի անեկդոտ կա, որ մի գինովցած քաղաքացի նստած փայտով ինչ որ շարժումներ է անում, մյուսը մոտենում է, ասում է՝ «Այ մարդ, ես ինչ ես անում»։ Դե ասում է՝ «Կոկորդիլոսներին եմ քշում»։ Ասում է՝ «Ինչ կոկորդիլոս, այդտեղ կոկորդիլոս չկա»։ Դե ասում է՝ «Քշում եմ, դրա համար էլ չկա»։ Հիմա այս չինական սնկեր կերած ընդդիմությունն է, իդեմս թույլիկների, ամեն օր ասում, որ իրանք ադրբեջանցիներ են քշում Հայաստանից։ Հետաքրքիր է ուր են այդ ադրբեջանցիները, որ իրանք քշում են։ Ու եթե իրանք պետքա ստեղելներ, ինչի մինչև հիմա չեն եկել։ Ինչի մինչև հիմա իրանք չեն եկել։ 300,000 ադրբեջանցիները։ Մի քիչ դոզան շատ ա եղել աչքիս չինական սնկերի, Կարապետյանների եւ սատելիտների մոտ, հարգելի քաղաքացիներ։ Եկեք քշենք ոչ թե չեղած կոկորդիլոսներին, այլ այս թույլիկներին։ Լավ եղեք։ Ողջույն բարեկամներ, հիշում եք այս միջադեպը։ Իհարկե հիշում եք։ Իսկ գիտեք ինչ է բացահայտվել, որ այդ դպրոցի Վանաձորի թիվ 23 դպրոցի մարզադահլիճի շինարարը T Construction կազմակերպությունն է, որի սեփականատերը նույն ինքը Կալուգացի օլիգարխը կամ ամենաուժեղ թույլիկն է։ Ու տեսել եք ինքը ինչ է ասում այդ ամենի վերաբերյալ։ Մի հատ գնաց հիստերիկություն արեց, ուշը քաշեց կամ ինչ է, քաշեց պոկեց, հաջորդ օրը այդ դպրոցի արժեքը 2 անգամ բարձրացավ։ Ու բոլոր տենդերները կարող եք նայել կամ կրում են ԿՊԱ-ները կամ ԿՊԱ-ների համախոհները։ Ահա սա է նրանց իրական դեմքը։ Մտքերից մեկը հնչեցվել է օրեր առաջ, հարևան գյուղերից մեկի ծնունդով բնակիչ է, ինչ է ասում, ասում է, որ ուղեղ ունենան, դպրոց չեն սարքի, ասֆալտ չեն անի։ Սա ինչի մասին է խոսում, սիրելի հայրենակիցներ, սա խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք աղետի հետ, եւ խնդրանքս ինչ է, այս երեխեքի ապագան աղետի բերան չտակ, այս երեխեքի ապագան այդ գեղեցիկ դպրոցն է, այս երեխեքի ապագան խաղաղ Հայաստանն է, այս երեխեքը պիտի լավ կրթություն ստանան, դառնան մեր երկրի համար պիտանի մարդիկ, լավ քաղաքացիներ, հայրենատեր, պետականամետ քաղաքացիներ, ովքեր գիտեն գիտելիքի, դպրոցի արժեքը,
ովքեր գիտեն, որ գյուղում պետք է նաև ապրել չոր փողոցում, ասֆալտապատ փողոցում, գյուղացին պիտի դատապարտված չլինի ապրել ցեխի մեջ։ Բայց քանի որ իրենք դա չեն հասկանում, ես առաջարկում եմ ուղղակի այլ գլուխ չդնենք։ Պարզապես հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս։ Գլուխներս կախ, քաղաքացիական ինքնագիտակցություններս բարձր, քվեարկենք խաղաղության համար։ Օգնեք մեզ, որպեսզի խաղաղությունը կարողանանք դարձնել վերջնական եւ հարատև։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզնից։ Մինչ հանդիպում, լավ եղեք։ Գիտեք, անում եք են երևի հայ պատմության մեջ երևի ես որոշ եկալիք է, այ հենց պետք է խորհարվես, որովհետև դու երկիր եք, իմ համար իմ բալեք որ հասկանում եք, սենց խոսքեր ասում ես, եթե որում եք, Սայա, առաջինը քրիստոնեություն ընդունած պետության հիմնական եւ առանցքային իմաստը, պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը պետք է սիրի պետությանը, իշխանությունը պետք է սիրի մարդուն եւ մարդն էլ իշխանությունը պիտի սիրի եւ կսիրեն պարագայում, եթե դա լինի իր ընտրած իշխանությունը։ Միատեն թողը տալիս են մարդկանց, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են այդ շունուշանգյալները, հետևներից ասում են թողը տվել են եւ նկարագրում են սեռական գործով, այսինքն նկարագրում են մարմնավաճառի եւ կլիենտի հարաբերությունների։ Սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին եւ այդ պատկերացումը, որի կրողներն են հայտնի, այդ երրագլուխ մաֆիոզ երրագլուխ կուսակցությունը։ Ընդ որում այդ ավանդույթը շատ երկար հենց այդ կուսակցություններն տենց են նրանք ընտրություններ հաղթել։ Հանրապետականը, որը ռեբրենդինգ արած տարբերակ ուժեղ Հայաստանն է, ամենաակտիվ ընտրակաշառատունը այսօր եւ ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնել նրանք, նույնն էլ այն բանը, նույնն էլ Գագիկ Բելարուսամետը, երրորդ Ռոբերտ Քոչարյանն էլ ընդհանրապես այդ համակարգ իր իշխանության տարիներին ա եղել։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ես ժողովուրդ հիմա շատ իրատեսական եմ համարում այս խնդիրը, շատ իրատեսական եմ համարում եւ նաեւ այդ մարմնավաճառի բանաձև դնելու համար պետք է իրանք իրանց պատասխանը ստանան, բայց ոնց իրանք այդ իրեք ուժից ԲՀԿ հիմա մեկն էլ բան անում, չէ՞, շպիոնաժի գործով ձերբակալված է թե ինչա։ Սմակ աշխարհակիրներին։ Ուժեղ Հայաստան դաշին։ Այս իրեք քաղաքական ուժերը մի падգամավոր պետքա չունենան հաջորդ խորհրդանում։ Մի падգամավոր պետքա չունենան։ Թարմ ասված գուտի լիքը։ Եվ այդ ուտելու վախից է, որ 8 տարի է Ֆերրարի արագությամբ փախել են եւ չեն երևում հորիզոններում։ Չեք փախնելու, հատ, մեր ձեռքերը երկար է, հատ, գիտեք ինչ, դուք մարադրամ եք, դուք առևտրի թեմա է, մարադրամ եք, երբ որ խուրդա ստանալու թեմա կունենանք, ձեզ որպես խուրդա տալու են մեզ, այսօր է հիշը, ձեզ որպես խուրդա տալու են մեզ, ընենց որ խորհուրդ եմ տալիս բոլորիդ կամավոր, վերադառնալ օդանավակայանում նորմալ կձերբակալենք, կտանենք, կտեղավորենք եւ դուք հանգիստ ձեր պատշաճապը կասկածնեք։ Բարիս բուն իմաստով մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը երեխեք դուք ընտրություններին չեք մասնակցում, սպասեք։ Ուրիշ բան, եթե պարզվի դուք ունեք լրջագույն ազդեցություն ձեր տատիկների, պապիկների,
հայրիկների, մայրիկների, ձեր ավագ եղբայրների եւ քույրերի վրա, այդտեղ կարա արդեն ձեր ձայնը կարա շատ տպավորիչ հնչի, բայց մինչ այդ ընտրությունների, խաղաղության, պետության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես։ Կարևոր ասելիքով մենք ձեզ խնդրում ենք եւ հորդորում ենք, որպեսզի դուք անպայմանորեն հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր, վերցնեք 16-րդ քվեաթերթիկը, դրանով դեր կանգնեք ձեր երկրին, դեր կանգնեք ձեր երեխաների ապագային եւ դեր կանգնեք խաղաղությանը։ Եվ ուրեմն, սիրելի ավանդիներ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հավանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Մարգրատակների եւ Կեցի Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր ցավոք Հայաստանում կան ընտանիքներ, որոնք 10 եւ ավելի տարի, հազարավոր ընտանիքներ սոցիալական բան են ստանում, այդ պայմանական ասած փարոս։ Մենք այդ մարդկանց լավություն ենք անում, ոչ մենք այդ մարդկանց վատություն ենք անում։ Այդ ընտանիքների երեխեքին ներշնչում ենք, որ աղքատությունը իրանք ճակատագիրն է, իրանք ուրիշ շանս չունեն։ Դրա համար մենք հիմա փոխում ենք սոցիալական վիճակի գնահատման համակարգը եւ այնպես անում ենք, որ մարդուն թեկուզ մի տարի ամեն օր մենք հաց տանք, բայց մի տարի մի օրը գնանք տեսնենք, որ ինքը իր աշխատած հացն է ուտում եւ սեփական աշխատանքով վաստակած հացից համով հաց երբեք ոչ եղելա ոչ էլ կարառնի։ Ես այսօրվա եւ 10 տարվա առաջվա Հայաստանի տարբերությունը, որովհետեւ 10 տարի առաջ օլիգարխան, քրեական օլիգարխային պետք է, որ մարդուն էս ամեն օր ինչ որ հազար ներողություն մի բան գցելու տրամաբանության մեջ պահեն, որ ընտրությունների օրը հենց գա 5000 դրամը անեն ցույց տան մարդիկ ասեն արա, ես որ 5000 դրամ ունի, ուրեմն ինքը առնվազն աստվածա որ իր ձեռը 5000 դրամ կա։ Եվ այսօր այդ ուժերը մենք տեսնում ենք, էլի մտնում են մարդկանց տներ գործելով ընտրակաշարքի համակարգներ ներդնել։ Մեր պետական մարմինները վատ չեն աշխատում, անում են բացահայտման հետևից, բայց սա ժողովրդական հարց է, այդ ընտրակաշառատուների քոքը պետք է կտրվի Հայաստանի Հանրապետությունից, քոքը պետք է կտրվի։ Մի հատ էլ փողը տալիս են մարդկանց, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են այդ շնորհշանգյալները, հետևներից ասում են փողը տվել են եւ նկարագրում են սեռական գործով, այսինքն նկարագրում են մարմնավաճառի եւ կլիենտի հարաբերությունների։ Սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին եւ այդ պատկերացումը, որի կրողներն են հայտնի, այդ երրագլուխ մաֆիոզ երրագլուխ կուսակցությունը։ Ընդ որում այդ ավանդույթը շատ երկար հենց այդ կուսակցություններն տենց են նրանք ընտրություններ հաղթել։ Հանրապետականը, որը ռեբրենդինգ արած տարբերակ ուժեղ Հայաստանն է, ամենաակտիվ ընտրակաշառատունն է այսօր եւ ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնել նրանք։ Այդ տատիկին նա ծապերով ողջուն ենք։ 7-րդ հարկ ողջուն, 5-րդ հարկ ողջուն։ Երեխաների ակտիվությունը, ես մտածում եմ, որ այսպեսի մի բանի հետ կապ կարա ունենա, դե պապիկ տատիկների թոշակը ավելացել է միջինում 10000 պլյուս 10000 դրամով, 10000-ը բուն ավելացումն է, եւս 10000 անկանխիկ առևտրի դեպքում այդ վճարի համակարգից։ Հիմա դուք գիտեք, որ 65 պլյուս տարիքի պապիկներ, տատիկները նաեւ առողջության ապահովագրություն ունեն։ Այդ առողջության ապահովագրությունը նշանակում է, որ նախկինում իրենց առողջապահության կարիք ուներ, չէ՞ մարդը։ Ինչ որ մի ծախս պետքա աներ իր առողջության համար, հնարավոր չի, որևէ մի ծախս պետքա աներ։ Հիմա առավել եւս կան քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, որ նախկինում իրենց թոշակներից 10, 20, 30 հազար ամիսը ծախսել են դեղ ձեռք բերելու վրա։
Հիմա այդ գումար այդ դեղերը իրանք ստանում են առողջության ապահովագրության մասով։ Հիմա ես չեմ պատկերացնում տենց տատիկ պապի, որ իր եկամուտը փաստացի 20,000 դրամով ավելացած լինի ու նախկինի համեմատ գոնե մի 5,000 դրամ ավել թորնիկի վրա, այսինքն թորնիկին նվիրած չլինի, որևէ ձևով, կոնֆետի ձևով, չգիտեմ որևէ ձևով, բնականաբար թորնիկներն էլ ասում են պապի, տատի, էս ինչ հաշիվա, էս ինչ եք սենց բան արել, էս ինչ սրայլություն, էս ինչ հաշիվա, ենթադրում եմ կարող է, տատիկ պապիկներն էլ ասում են Նիկոլը թոշակը բարձրացրել է, եւ այդտեղ էլ մյուս էմոցիոնալ կապն է առաջանում մեր երեխաների հետ։ Բայց իհարկե, կարծում եմ երեխաները ամենաշատն են զգում պետության եւ հանրության տրամադրությունը։ Իսկ պետության եւ հանրության տրամադրությունը այսօր բարձր է առավել քան երբևէ, որովհետեւ երկրում խաղաղություն է հաստատված, Ժողովուրդ ջան, խաղաղություն է հաստատված եւ խաղաղության առիթով ես ուզում եմ բոլորին շնորհավորել։ Եվ այդ խաղաղությունը իրողություն է, այդ խաղաղությունը իսկական է, այդ խաղաղությունը նման է 9 ամսական երեխային, որ մեզ խաղաղությունը այսօր է, խաղաղությունը հիմա է, եւ այդ խաղաղության հիմքերը տակից քաշելը, վերաբանակցել բառը, կամ այն տրամաբանության, որ այս ուժեղ խաղաղություն չի, մենք ուժեղ խաղաղություն ենք հաստատելու, ուժեղ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժի միջոցով, ուժի կիրառման միջոցով, ուժի կիրառումը բացում է ուժի մասին խոսակցությունը, բացում է ուժի մասին խոսակցություն, ուժի մասին խոսակցությունը, ուժի կիրառումը տալիս է ուժի կիրառման հնարավորություն, եւ հետեւաբար Եռագլուխ կուսակցության բոլոր խոսույթները մեր երկիրը եւ ժողովրդին առաջնորդում են պատերազմի, միանշանակ եւ աներկա պատերազմի, ընդ որում չի լինելու հետաձգում, լինելու է, որովհետև ոչ մեկ չի սпасելու ժողովուրդ, ոչ մեկ չի սпасելու, չէ, որ ասենք Հայաստանում իշխանություն փոխվի, ցանկացած փոխված իշխանություն 1-2 պետք է հասկանան չէ, ոչ մեկ չի սпасելու, ոչ մեկ չի սпасելու, որ այսօր հայրենասիրության բանի տակ հանդես են գալիս Ղարաբաղի դրոշներով եւ այլնով եւ այդպես շարունակ, ոչ մեկ չի սпасելու, ոչ մեկ չի սпасելու, որ դա Հայաստանը այդ քաղաքականության ներքո կամ ենթադրվող եռագլուխները վզներն ամրացնեն եւ իրենց քաղաքականությունը վարեն։ Հենց անմիջապես սահմանամերձ գյուղերում սկսելու են կրակոցները, սկսելու է էսկալացիան, որը անխուսափելի բերելու է պատերազմի, անխուսափելի բերելու է պատերազմի։ Եվ հետեւաբար շատ կարեւոր է, չափազանց կարեւոր է, որ 2026 թվականի հունիսի 7-ին մեր քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեն խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ասեք, Մարիկ ջան, ինչա։ Հեսա ձեզ քարտեզ։ Շատ շնորհակալություն եմ պարոն Փաշինյան։ Եվ մի վարքան, սպասեք։ Փաշինյան, երկու զոհ եմ։ Բայց քեզ շատ շնորհակալ եմ։ Որտեղ եմ զոհվում։ Ջաբրայելում 10 տարեկանը գնաց 20 թվին ամուսինս էլ ընտնել, բայց քեզ շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, որ այդքան փրկեցիք դուք մեր երեխեքին։ Շատ շնորհակալ եմ։ Մի հատ էլ դուրս որ տանեմ։ Եղբայր ջան, հասկացանք, զրուցում ենք։ Հա, շատ շնորհակալ եմ, որ իջո գնացել եմ ես։ Բան մեղրի ագարակ իմ փորից շատ ախտակը շնորհավոր եմ ահրելի գործ եք արել շնորհակալ եմ պարոն Փաշինյան որ փրկեցիք իմ Հայաստանը Փաշինյան ջան հյուրերը եկել են իմ հյուրերն են եկել ժողովուրդը սովիկ է որ քեզ ինտերայո գներեք գնամուտին նկարը կան նկարը երեխեն Լևոն ջան ինչ պետք է ուզես Փաշինյանից տանել եմ երաբլուրի կողմից դիմացին եմ մահացած սանքավիներ ուզում ասել պարոն Փաշինյան շատ շնորհակալ եմ Երեխեք ջան, վերջում, եկեք վերջում, քարտեզ Մերսի Քարտեզ Մերսի Լավ եք եղբայր Երեխեք ջան, չէ, հիմա չէ Քարտեզ շնորհակալ եմ ամեն ինչի համար Բարև ձեզ տղաներ, լավ եք Ուզում եք Մենք ունենք, բայց ուզում եմ սրտած ձեզ ողջունել պարոն վարչապետ եւ ձեզ մեծ հաջողություններ
Ձեզ հաջողություն եմ պատում։ Ձեզ էլ վերցրեք։ Շնորհակալ եմ։ Պատկաճուտ։ Նիկոլ Փաշինյան ջանեկերում շնորհակալությունս հայտնում խաղաղության համար։ Այսօր իմ ծննդյան օրն է։ Շնորհավորում եմ։ Ես ուզում եմ մի քան նկարներ ձեր ընթացքում նկարում հայտնամ խարկը։ Խնդրեմ։ Եվ 4 հատ թորնիկից նկար։ Չէ։ Լավ ձեր ծննդյան օրն է նվիրում եմ դեր 4 հատ խարկը։ թորնիկից նկար 4 հատ թղթա 4 հատ քարտեզ ինձ սպանեն։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն ամեն ինչի համար, կարող եք։ Նախ ձերակալեք խնդրեմ։ Շնորհակալ եմ, ձեզ ծնունդ։ Ժորժ ջան, խնդրում եմ հանգիստ, հա։ Ցնցեք։